Լուսարատին շարունակում է, շնորհակալություն, որ մեզ հետ եք, շնորհակալություն մեր նոր հեռուստահայտողներին, ովքեր որ մեզ միանում են, իդեպ ես նրանց հետ պատահական փողոցում շփվում եմ, մոտիկանում են իմ երկրպագուները 60+, ասում են, վայ որքան ենք հիանում մենք ձեզանով, բայց աղջիկներին ավելի շատ ենք սիրում։ Չէ, ես բան չեն ասում, ուղղակի ասում են, վայ ինչ լավն եք դուք, շնորհակալություն, որ դուք կաք, շնորհակալություն, որ դուք կաք, որովհետև դուք չլինեիք, մենք չենք լինի, իմաստ չլինի մեր եթեր մտնելու։ Դե ինչ անցնենք այսօր մեր շատ կարևոր թեմայի, մանկությունը նշանառության տակ ցուցահանդես, լուսանկարիչ Անի Գևորգյանի եւ լրագրող Շուշան Փափազյանի համատեղ նախագիծ, որը վավերագրում է 2016-ից 2023 թվականներին Արցախյան հակամարտության տարբեր փուլերը, սկսած ապրիլյան քարորիա պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունը, որոնց հետևանքով տուժել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ։ Սպասվող ցուցահանդեսի մասին ավելի մանրամասն խոսենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են լրագրող, լուսանկարիչ Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր Անի Գևորգյանը, բարի լույս։ Եվ հակամարտությունների լրագրող Շուշան Փափազյանը, բարի լույս։ Շնորհակալ ենք, որ ժամանակ եք գտել եկել եք մեր մոտ։ Գիտեք, իմ կարծիքով լրագրողական գիտելիքը փորձը շատ կարևոր է, բան չունեմ ասելու, բայց բավարար չեն այս ամենը անելու իրագործելու համար։ Այս ամենը իրականացնելու համար պետք է մի գերբնական ուժ, որպեսզի չխելագարվես, որպեսզի ամեն ինչ անես շատ սթափ, պրոֆեսիոնալ, շատ ճիշտ, որպեսզի ամեն ինչ գնա այնպես, ինչպես որ պլանավորված է եւ անգամ մի միլիմետր շեղվելու դեպքում ամբողջը կարող է այլ պատկեր ստանալ։ Արդյոք դա այդպես է թե ոչ, եւ եթե կա նման ուժ, խնդրում եմ չգիտեմ, բացահայտեք բոլորիս ինչ ուժի մասին է խոսքը, որովհետեւ իմ կարծիքով դա տիեզերքից ինչ որ ուժ է։ Այո, շատ զգայուն թեմայի եք դուք առնչվել, կարծում եմ, ու ձեր միջով ամեն անգամ անցել է այդ ցավը, վիշտը, կորուստը ու նաեւ այսպես վերածնունդ գտնելու գաղափարը։ Նախ մենք մեր շնորհակալությունը հայտնենք մեզ հյուրընկալելու եւ մեր թեմայով հետաքրքրվելու համար եւ եթե փորձենք կարճ պատասխանել ձեր հարցին, իրականում սա մի թեմա է, որին անդրադառնալու եւ որը այսպես մեկ նախագծում ամփոփելու համար չափազանցություն չլինի, բայց մենք պատրաստվել ենք տարիներով մեր մասնագիտական փորձը զարգացնելով, մեր ստրեսակայունությունը, հղկելով, տարբեր ծանր թեմաների միջով անցնելով, որպես մասնագետներ, լուսանկարիչ եւ լրագրող, եւ կարող ենք ասել, որ այն պահին, երբ որ մենք եկանք հասանք այս որոշմանը, այս թեման լուսաբանելու եւ նախագծի վերածելու, մենք նստել ենք, խոսացել ենք եւ եկել ենք այդ համաձայնության, որ մենք այո պատրաստ ենք այցելել այն տներ, որտեղ Արցախյան տարբեր պատերազմների ընթացքում երեխաներ են զոհվել, որտեղ ընտանիքները մեծագույն կորուստներ են ունեցել եւ այսօր էլ շարունակում են ապրել կրելով իրենց վիշտը արժանապատիվ, բայց արդարացիորեն պահանջելով հիշել եւ չմոռանալ այն ամենը, ինչ որ տեղի ունեցել իրենց հետ։ Շուշան, որքանով են մարդիկ պատրաստական կամ ցանկություն հայտնում իրենց երեխաներին տեսնել այդ ցուցահանդեսում, որովհետև շատերն են տեսնելու ցավի կամ իրենց մեջ պահելու գուցե նաև չցանկանալով, որ իրենց վիշտը այսպես massայականացվի, այդպիսի կարծում եմ պահեր էլ ունեցած կլինեք, այնպես չի, որ բոլորը ի ցույց կցանկանան դնել։ Որտեղ շատ հոգեբանական նաև մոտեցում է ճիշտ եք տալել այս ամենը։ Ես հիշում եմ, երբ որ մենք սկսում էինք նախագիծը, բավական դժվար էր այս ընտանիքներին համոզելն, այսպես ասած, որ իրենք պիտի խոսեն, որովհետև իրենք իրենց վշտի մեջ պարփակված են եւ իրենք կարծում են, որ իրենց երեխայի կորուստը միայն իրենց է վերաբերում եւ իրենք պիտի հաղթահարեն դա, որովհետև այդ հասարակական լայն ընկալմանը իրենք չեն արժանացել, այսպես ասած, եւ իրենք ունեցել են այդ կարիքը, որ իրենց մահացած երեխաների մասին իմանան, եւ երբ որ ես հիշում եմ իրենց այդ հարցազրույցները, նախքան հարցազրույցները զանգում էինք եւ ես ուղղակի իրենց համոզում էի, որ իրենք խոսեին իրենց երեխաների մասին եւ երբ որ մենք արդեն հանդիպում էինք իրենց հետ, բավականին դժվար էր մեզ համար, որքան էլ որ մենք տարիներով եղել ենք հակամարտության լուսաբանման մեջ, երկուսիս համար էլ դժվար էր խոսել երեխաների մասին, ովքեր չեն հասցրել անգամ վայելել իրենց մանկությունը եւ
բնականաբար բավականին դժվար է այս ծնողներին կանչել, հա, ցուցահանդեսին եւ ասել տեսեք այս լուսանկարները եւ այլն, բայց կարծում եմ, որ Անին էլ ինձ հետ կհամաձայնի, սա այս երեխաների հիշատակը վառ պահելու եւս մեկ առիթ է մեզ համար եւ սա մի բան է, որը պետք է անել եւ յուրաքանչյուրին պետք է հրավիրել, հա, ցուցահանդեսին եւ բոլորը պետք է տեսնեն այն կողմը, որի մասին հաճախ չի խոսվում, որովհետև լուսանկարները թերևս արխիվային նյութեր են նաև դառնում պատմության համար, որովհետև այս բանի համար շատ կարևոր է նշել, որ ցուցահանդեսը բաղկացած է ոչ միայն լուսանկարներից, այլ նաև տեքստերից, որոնք որ իրենց մեջ ամփոփում են, հա, առանձին պատմությունները, բայց մենք չենք առանձնացնում, հա, այդ 5 դեպքերը, 5 պատմությունները, որպես այդպիսին մենք իրականում այդ պատմությունների մեջ դնում ենք այդ խորհրդանշական իմաստը ավելի մեծ պատմության, ավելի մեծ կորուստների եւ իրականում մեզ համար շատ հաճախ է, երբ որ գիտեք, լրագրողներին շատ հաճախ են հարցնում, որ լավ գրեցիք պա հետո, լավ արեցիք պա հետո, շատերը սիրտ չունեն անգամ վերնագիրը տեսնելուց հետո։ Դուք ձեր գործը դրանով արդեն անում եք։ Բայց ինչն է մեր գլխավոր պատասխանը, հա, որ գլխավոր բանը, որ այսօր մենք բոլորս կարող ենք անել, դա հիշելն է։ Հիշատակը հարգելը դա մեծագույն գործն է, որ կարող է ցանկացած մարդ անել, առավել եւս մենք այս ցուցահանդեսը որ ապագայում նաև նախատեսում ենք վերածել նաև ֆոտոգրքի, մենք նվիրում ենք պատերազմում զոհված երեխաների հիշատակին, բայց իրականում ոչ միայն հայ երեխաների արցախյան պատերազմներում, այլ նաև բոլորովին վերջերս տեղի ունեցող պատերազմների եւ այս տարիների ընթացքում այդ մեծ ողբերգությունների, որովհետեւ չի կարելի նման ողբերգությունները եւ կորուստները բաժանել ըստ ազգության, ըստ աշխարհագրության, ուղղակի կան դեպքեր եւ իրադարձություններ, որոնք պետք է ֆիքսել, վավերագրել եւ ասել, որ մենք նույնիսկ մեզ անզոր զգալով այս ամենի վրա ազդելու, այս ամենը փոխելու եւ հաղթահարելու, մենք կանենք ամենակարևորը, մենք կհիշենք եւ կխոսանք դրա մասին։ Մենք նույնիսկ եթերից դուրս էլ խոսում ենք, որ սա այն թեման է, որ չի ողջունվում ընդհանրապես ֆինանսավորումը հավասարազրոյի, բայց ես գիտեմ, որ որոշ արխիվային լուսանկարների վաճառքի շնորհիվ, նաեւ որոշ մարդկանց աջակցության շնորհիվ այս ձեզ հնարավոր է դարձել հավաքել այն անհրաժեշտ գումարը, որպեսզի իրականացնեք այն, ինչ ձեր առաջ դրել եք։ Ես կուզեմ, չգիտեմ, միգուցե շնորհակալություն խոսք ունեք ասել այդ մարդկանց, միգուցե նրանք ապրում են Հայաստանից դուրս ու դժվար թե մեզ լսեն, տեսնեն, բայց իմ կարծիքով դա մի փոքրիկ պարտքն է ձեր, հա, որը որ կարծում եմ միանշանակ դուք մեզնից իրական մեր մտքերը կարդացինք, մենք սիրով ուզում էինք անդրադառնալ մեր գործընկերներին, որոնք որ իրականում մեզ կարելի ասել դժվար փուլի, հա, մենք իրար գտնանք եւ գտանք այդ համագործակցությունը, որովհետեւ բավական դժվար է։ Մենք արդեն հիասթափվել էինք ինչ որ պահից, որովհետեւ մենք մի տարի առաջ էս նախագիծը արեցինք, վավերագրեցինք երեխաների պատմությունները, բայց կես տարի աշխատում էինք ցուցահանդեսը կյանքի կոչելու վրա ու բավական բարդությունների առաջ կանգնեցինք ու մեր հույսը կտրել էինք, այսպես ասած, որ ցուցահանդեսը կլինի, բայց բարեբախտաբար մենք ունեցանք աջակիցներ, ովքեր մեզ օգնեցին թե ֆինանսապես, թե նաև հոգեպես, եւ կարողացանք այլևս կյանքի կոչել այս նախագիծը, եւ մեր գործընկերների մասին երևի հիմա մի փոքր անպայման նշենք մեր շատ կարևոր գործընկերոջ անունը, Քույրիքս բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը աջակցում է հենց կին արվեստագետների, կին նախագծերի հեղինակների, մենք միասին կազմակերպեցինք դրամահավաք, որը շատ ակտիվ ընթացավ եւ դրամահավաքի ընթացքում նաեւ տեղի ունեցավ իմ արխիվային լուսանկարների վաճառք, նաեւ որոնցից որ գոյացավ այդ գումարը, որով որ հիմա ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներով ոչ, ավելի շատ կանանց իրավունքների վերաբերյալ տարբեր առօրյա իրավիճակներ,
այն լուսանկարները, որոնք մենք միասին բոլորով քննարկելով հասկացանք, որ հարիր կլինի թեկուզ թեմայի մեջ չի, բայց հարիր կլինի, հա, ներգրավել որպես վաճառքի նյութ այս նախագծի համար, նաև մեզ համար շատ կարևոր էր դա, որ վաճառքի process-ում մենք որևէ կերպ չենք անդրադարձել այս պրոյեկտի լուսանկարներին, մեզ համար նույնիսկ դրամահավաքի ընթացքում մենք չենք օգտագործել երեխաների լուսանկարները, իրենց ինչ որ նյութեր, այսինքն երևի թե գումարը այո, իհարկե դա շատ մանրամասն նկարագրվում էր, նկատի ունեմ նաև վերադառնալով ձեր առաջի հարցին, հա, որ շատ էթիկական նուրբ թելեր կան այս թեմայում, որտեղ թե նյութերը պատրաստելու ընթացքում, թե ցուցահանդեսի նախապատրաստման մեջ, թե process-ում, թե նաև դրամահավաքի եւ այդ ամբողջ կազմակերպման, մենք միշտ փորձել ենք այդ նուրբ պահերը պահել, ոչ ոքի չվիրավորելու, այդ լուսանկարներով դրամահավաք չանելու, այսինքն նկարագրել ենք, թե ինչ նախագիծ է եւ այլ լուսանկարներ ենք վաճառել բացառելու համար, հա, այդ երեխաների դեմքերը եւ իրենց պատմությունը, այսպես փողի վերածելու, որովհետև իրենք էլ այդ ընտանիքներն էլ արդեն տրավմայի ենթարկված անձինք են եւ մենք հստակ հասկանում ենք, որ չի կարելի իրենց կրկնակի տրավմայի ենթարկել ու մենք էլ եւ հարցազրույցների ժամանակ եւ նկարահանումների ժամանակ փորձել ենք գրեթե բոլոր էթիկական կողմերը պահպանել լրագրողական, որ մեր նախագիծը կարողանա հաջողել։ Իմ մոտ տպավորություն է երբեմն լինում, որ արտերկրից ավելի հետաքրքրված են այս թեմաներով, ավելի են ցանկանում մասսայական դարձնել։ Իրենք ավելի, երբ որ հերոին հայրենիքից կարծում շատ ավելի են ուզում օգնած լինել, երևի Պարտքը նաև թերևս այդ կերպ այդպիսի նախանշաններ իրականում կան, բայց գիտեք, ուղղակի մենք մեր կյանքում, մեր առօրյայում այնքան ենք ենթարկում ստրեսների, ամենօրյա, հա, ինչ որ մարտահրավերներ, նոր անընդհատ բանավեճեր, դե հիմա էլ արդեն նախընտրական քարոզարշավ է, այսինքն ցանկացած խոսք կարող է օգտագործվի, ցանկացած մարդ կարող է թիրախավորվել, ցանկացած նախագիծ, ցուցահանդես, նույնիսկ այսպիսի մի բան էլ ասեմ, հա, մեզ էլ շատ մարդիկ կային, ասում էին, բայց քարոզարշավը սկսում դուք այս թեմայով, հա, ինչ եք անում, ասում ենք ժողովուրդ ջան, մենք մեր նախագծով ասում ենք այն, ինչ որ մենք ասում ենք։ Մենք չենք անում քաղաքական հայտարարություններ, եթե դա քաղաքական նախընտրական շրջան է, այդ շրջանը քաղաքական ուժերի համար է, չի կարելի տարբեր կարևոր թեմաների մասին խոսալը, զսպել, հա, ինչ է թե հիմա ինչ որ այդպիսի շրջան է, որովհետև մենք կենտրոնացած ենք մեր նախագծի վրա, մենք անցում ենք մեր խոսքը այս լեզվով, նաև շատ կարևոր է նշել, որ թեման իհարկե շատ ծանր է, բայց նախագծի եւ հենց բուն ցուցահանդեսի ընթացքում կարևոր է նշել, որ մարդիկ չսպասեն, հա, դաժան կադրերի եւ այլն, մենք վիզուալ փորձել ենք այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ մարդիկ չեն տեսնի ուղիղ այդ կորուստը, չեն տեսնի ուղիղ, հա, վնասվածքներ եւ այլն այդ կորուստները, այլ հակառակը կտեսնեն եղած կյանքի նշաններ, ընտանիքի հաղթահարման փորձեր այդ վշտի եւ այլն, այսինքն այդ կադրերը եւ այդ տեքստերը ավելի շատ խորհրդանշական են եւ ավելի շատ մտածելու տեղ են տալիս, քան ուղղակի շոկի ենթարկելու նպատակ ունեն։ Եվ իդեպ եթե այս ամեն ինչը դուք չլինեք չհավաքեիք, այսպես ասած, հա, մի տեղում մեզանից շատ-շատերը, եթե ոչ բոլորը, ապա ոչ մեկ էլ չէր տեղեկանալու, սա ցավոք, Նաև նախագիծը թարգմանվել է մի քանի տարբեր լեզուներով, նաև եզրափակիչ փուլ Save the Children Global Media գործում, ինչ է դա տվել, եթե ունենք ինչ-որ փոքրիկ հաղթանակներ այդ հարցում, հայ դե կարելի է այդպես ասել, ինչ ունենք։ Երբ որ մենք դիմեցինք նախապատրաստական փուլին, գրեթե հույս չունենք, որ կանցնենք, որովհետև հասկանում ենք մրցակցությունը, հասկանում ենք տարածաշրջանային առանձնահատկությունները եւ այլն, եւ մի քանի ամիս անց մեզ նամակ եկավ, որ մենք անցել ենք եւ ֆինալիստ ենք համարվում եւ երբ ես մտա եւ նայեցի ուրեմն
մասնակիցներին լավագույն 3-ի մեջ էր մեր ծրագիրը, մեր նախագիծը եւ սա էլ մեզ համար բավական հաղթանակ էր, որ կարողացանք միջազգային լսարանին ցույց տալ այս երեխաների պատմությունները եւ շատ-շատերը անգլերեն տարբերակները կարդացել են եւ հետագայում ես նաեւ մեր խմբագրությունից վերցրի անգլալեզու տարբերակի ստատիստիկան եւ բավական բարձր է այդ ժամանակ դիտելիությունը նյութերի եւ սա մեր հաղթանակն է կարծում եմ, չնայած մենք ֆինալից դուրս մնացինք, այսպես ասած, բայց ամեն դեպքում ճանաչողական մեծ եզրափակիչ հասնելը արդեն այո Այնտեղ նյութեր էին եւ լուսանկարչական եւ լրագրողական նյութեր էին ամբողջ աշխարհից, տարբեր կոնֆլիկտների, տարբեր խնդրահարույց իրավիճակների, որտեղ որ տուժում են երեխաները եւ մեզ համար շատ կարեւոր էր, որպեսզի մեր ապրած պատմություններն էլ այնտեղ լինեն, որովհետեւ գիտեք շատ հաճախ Արցախյան թեման, Արցախյան պատերազմների հետևանքով տուժածների, կորուստների պատմությունները ընդհանրապես միջազգային ատյաններում, կազմակերպություններում, առավել եւս լրագրողական հարթակներում չեն հնչում եւ մենք ինչու ենք նաեւ մտածում հետագայում ցուցահանդեսը այն ինչ որ մենք գրել էինք, ի սկզբանե նախագիծ, որը վերածվեց այս պահին վերացում ցուցահանդեսի, ապագայում վերածել ֆոտոգրքի, որպեսզի այն ավելի մեծ հասանելիություն ունենա եւ ֆիզիկական մարմին ստանա այլևս չմոռացվելու համար, որովհետեւ շատ լավ գիտեք մեդիայում մենք շատ լավ լրագրողներ ունենք, շատ լավ մասնագետներ ունենք, ովքեր ծանր թեմաներով զբաղվում են, բայց ցավոք մեդիայի մեջ կորում են շատ պատմություններ, նյութեր, եւ մենք այս վավերագրելու ֆորմատով փորձում ենք այնպես անենք, որ ապագայում այս ամեն ինչը մնա եւ այո, նաեւ անգլերեն, այո, գուցե նաեւ ֆրանսերեն եւ այլ լեզուներով, որպեսզի մարդիկ տեսնեն, կարդան, անկախ նրանից, թե որ երկրում են գտնվում։ Նաև իմ կարծիքով թաքստի մենք ժամանակ էլ չունենք շարունակելու, բայց կարծում եմ որ այդտեղ մասնակցելը նաև ձեզ տվեց հնարավորություն ծանոթանալու այլ երկրից, ձերպես սրտացավ ու հայրենասեր իսկ նորմալ մարդկանց հետ, որոնք նաև տվեցին հնարավորություն ձեզ միմյանց հետ փոխանակելու տարբեր մեխանիզմներով, թե ինչպես ճիշտ աշխատել, ավելի հասանելի լինել, ավելի բարձր այս ամենի մասին խոսել ու շատ ճիշտ անդրադառնալ այս թեմաներին, որովհետև ցավոք սրտի կարծում եմ այդտեղ երկրի մորակի տարբեր երկրներից եղել են ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են իրենց երկրի այդ ցավոտ լուսանկարները։ Շնորհակալ ենք ձեզ շատ ու եկեք եւս մեկ անգամ հիշեցնենք որտեղ եւ ժամը քանիսին, հա։ Ցուցահանդեսը տեղի ունենալու բացումը մայիսի 15-ին եւ տևելու մինչեւ հունիսի 7-ը ժամանակակից արվեստի ինստիտուտում, բացումը կլինի երեկոյան ժամը 7-ին։ Հասցեն Ավետ Ավետիսյան 47, սիրով բոլորին սպասում ենք, մենք այնտեղ Այո, իհարկե, շնորհակալություն ձեզ այս կարևոր գործի համար, որոնք սերունդների համար են նաև։ Շնորհակալություն մեր հյուրերն էին լրագրող լուսանկարիչ Խոսքի Ազատության մրցանակի դափնեկիր Անի Գևորգյանը եւ հակամարտությունների լրագրող Ռուշան Փափազյանը։ Շնորհակալ ենք ձեզ շատ։ Շատ շնորհակալություն։ Շարունակում ենք, այս մենք կդիմչենք գովազդով, ինչից հետո կընդունենք մեր հաջորդ հյուրին, խոսենք կրկին շատ սիրուն թեմայի շուրջ։ Մնացեք մեզ հետ։